Հարգելի հեռուստադիտող, մենք վերադարձանք տաղավար, ինչպես տեսնում եք, մեր տրամադրությունը տեղում է, ցանկությունն էլ որ այն ձեզ փոխանցենք եւ ձեզ մոտ էլ տիրի հետաքրքիր հիանալի տրամադրություն։ Մենք բացի հիանալի տրամադրությունից խոստանում ենք նաեւ շատ հետաքրքիր եւ միանշանակ նաեւ կրթական հարցազրույցներ եւ քանի որ մշակութային թեմաները չենք շրջանցում, դարձյալ խոսելու ենք թանգարանային գիշերվա եւ այս հետաքրքիր միջոցառման եւ այն թանգարանների մասին, որոնք որ անմասն չեն մնում այս միջոցառումից, այսպիսով իմ հյուրն է Կոմիտաս Թանգարան ինստիտուտի գիտաշխատող փոխտնօրեն Լիլիթ Հարությունյանը։ Ողջունում եմ ձեզ Լիլիթ։ Եվ քանի որ առաջին անգամ չեք, կարծում եմ ավելի միջավայրը ձեզ մտերմիկ է, որովհետև առաջին անգամ դեռ նախորդ տարի եք մեզ մոտ եղել, քանի որ արդեն 12 է, հետաքրքիր է ձեզ մոտ օրը ոնց է սկսվել, մանավանդ քանի որ թանգարանում անցուդարձը շատ մեծ է, կարծում եմ վաղ առավոտից դուք թանգարանում եք եղել։ Թանգարանները այսօր յուրահատուկ օր են ապրում իրենց համար եւ ես կարծում եմ, որ առհասարակ Երևանի եւ ոչ միայն Երևանի մշակութային կյանքում շատ կարեւոր եւ շատ հաճելի օր է այսօր թանգարանների գիշերն է։ Վաղն էլ թանգարանների միջազգային օր է, այո, եւ միշտ այդ երկու օրերը իրար հետ կապված երբեմն համընկնում են, երբեմն չէ։ Եվ ամբողջ քաղաքը շնչում է մի յուրահատուկ մթնոլորտով եւ իհարկե Կոմիտասի Թանգարան ինստիտուտը իր ստեղծման առաջին իսկ տարվանից անմասն չի այս միջոցառմանը, մենք շատ ենք սիրում այս օրը եւ առավոտյան 11-ից արդեն թանգարանի դռները բաց են, ընդունում են մեր սիրելի այցելուներին, բոլորին ով որ առաջին անգամ են գալիս, ովքեր որ մեր մշտական հավատարիմ այցելուներն են, որովհետև իհարկե բոլոր թանգարաններն էլ իրենց հիմնական մշտական ցուցադրությունը բացում են բոլորի առաջ, բայց ինչ որ նորույթ կա անպայման այս օրերին, որը առանձնահատուկ է դարձնում են շատ վաղ, սկսում ենք այսօրվան պատրաստվել եւ ունենք նաեւ ժամանակավոր ցուցադրություն, որը եւս որոշ ժամանակ է արդեն մեզ մոտ առկա է եւ նաեւ ունենք միջոցառումներ, որոնք հենց այսօրվա համար են կարել, այդ թվում նաեւ շատ յուրահատուկ միջոցառումներ։ Միանշանակ։ Եվ քանի որ Կոմիտասի Թանգարան ինստիտուտին անդրադարձանք, դիմելով հեռուստադիտողին, ասեմ, որ հոբելյանական 10-րդ տարին լրացավ գործունեության եւ այստեղ մեկտեղվել են երկու կարեւոր իրադարձություններ՝ Թանգարանային գիշեր եւ 10-րդ տարվա գործունեություն։ 10 տարի շարունակ Թանգարան ինստիտուտը գործունեություն է ծավալել եւ հասել է ինչ որ կետի։ Ակունքները ինչպիսին են եղել, եթե դուք հիշում եք, որովհետեւ ինչպես մեր նախազրույցում ասեցինք, դա երազանքի պես մի բան է, երբ ձեր կրթությամբ աշխատում ենք թանգարանում, կհիշեք ինչպես ստեղծվեց եւ հիմա ուր է հասել Թանգարան ինստիտուտը։ Իհարկե, ես հպարտությամբ կարող եմ ասել, որ հենց ամենասկզբից 2015 թվականից եմ աշխատել Թանգարան ինստիտուտում, երբ դեռ չգիտեինք, որ պիտի բացվի, ես դեռ ուսանող էի, ես գիտեի, որ ինչ որ մի կերպ պիտի մաս լինեմ այդ թանգարանի, անկախ ինչ աշխատանք դա կլինի, որովհետեւ իրոք երաժշտագետը միայն կարող է երազել աշխատել Կոմիտասի թանգարանում, Կոմիտասի տանը, որովհետև գիտենք, որ Կոմիտասը հայ երաժշտագիտության հիմնադիրն է, այդ թվում եւ երաժշտագիտության եւ այլ բազմաթիվ երաժշտարվեստի ուղղությունների եւ շատ ուրախացա, երբ որ ինձ այսպես ուսանողին դեռևս հրավիրեցին աշխատել Կոմիտաս Թանգարան ինստիտուտի գիտական բաժնում եւ վազելով գնացի այնտեղ աշխատելու Արդեն երևի նշել ենք, որ անկախ Հայաստանի առաջին թանգարաններ, այսինքն նորակառույց շենքեր, նոր մտահղացումներով, ժամանակակից մոտեցումներով եւ մեծ խանդավառությամբ սկսեցինք գործը եւ յուրաքանչյուր տարին այս 10 տարվա ընթացքում խանդավառությունը բազմապատկվեց եւ այնպես ենք աշխատել, կարծես դա ոնց որ վերջին տարին էր եւ այդպես շատ մեծ ուժ ու ներդրում ենք դրել այս 10 տարվա ընթացքում։ Ես կփաստեմ, շատ փայլող աչքերով եք պատմում ձեր գործունեության մասին թանգարանում։ Դա խոսում է նրա մասին, որ ձեր աշխատանքը իսկապես սիրում եք եւ գուցե թանգարաններ ձերպես գիտաշխատողներին է այսպես բուրըն ընդունում։ Քանի որ թանգարանային գիշերը թանգարանները ներկայացնում են այլ յուրօրինակ գրաֆիկ կարելի ասել իրենց այցելուների համար, մի փոքր խոսենք, ես նկատել եմ, որ ծրագրեր այն միջոցառումները, որ կազմակերպվում են Թանգարան ինստիտուտում, տարիքային գրեթե բոլոր սեգմենտներին ներառում է Կոմիտասը փոքրերի համար, մեծահասակների համար եւ այստեղ հենց իր բնավորության գծերն էլ կան, որովհետեւ իսկապես նա փոքրերի համար փոքր էր, մեծերի համար մեծ էր եւ այս միջոցառումներն էլ են այդպես մի փոքր ներկայացրեք ինչ եք առաջարկում ձեր այցելուներին։ Այսօր անպայման ուզում ենք, որ տարիքային բոլոր խմբերը ներգրավված լինեն թանգարանի գործունեության մեջ, շատ մեծ շեշտ ենք դնում մանկավարժական գործունեության վրա, կրթական բազմաթիվ ծրագրեր ունենք, բազմապիսի եւ Կոմիտասին առնչվող եւ
արվեստին առհասարակ հայ երաժշտությանը այսօր օրինակ ունենք կրթական ծրագիր, որը արդեն վաղուց ենք անում եւ շատ է սիրվել մեր փոքրիկ այցելուների կողմից, կոչվում է Զարզնգը, Կոմիտասի հայտնի երգի առումով նվիրված է հայկական նվագարաններին, երեխաները խաղի միջոցով, պատմության միջոցով ծանոթանում են, իրենք են նվագում, երգում, այսպես մի հատ լավ հավեսով աղմուկ են անում եւ դրա համար այդ կրթականը միշտ շատ մեծ արձագանք է ունենում երեխաների շրջանում։ Բացի դրանից մեր թանգարանի գիտական կողմը, որովհետև մենք թանգարան ինստիտուտ ենք, գիտական կողմը մշտապես աշխատում է եւ այսօր եւս գիտական հանդիպում ենք ունենալու, դասախոսություն ենք ծանոթ եւ անծանոթ Կոմիտասի մասին։ Այո, ծանոթ եւ անծանոթ Կոմիտասը սա մշտական արդիական թեմա է, որովհետև ինչքան էլ տենց մարդ չկա, որ Կոմիտասին չիմանա, տենց մարդ չկա, որ իր կարծիքը չունենա Կոմիտասի մասին։ Բայց միևնույն է անծանոթ կողմեր կան եւ այս դասախոսությունը դրա համար է։ Այո, միևնույն է հանրությունը կարոտ է, որ Կոմիտասագետները իմացող մարդիկ, որոնցից է մեր այսօրվա բանախոսը Տիկին Լուսինե Սահակյանը, որ այժմ մեր թանգարանի տնօրենի պաշտոնակատարն է, ինքը իր երկար տարիների աշխատանքից մի փոքրիկ հատված կփորձի ներկայացնել մեր հանդիսատեսին անկախ տարիքային սահմանափակումներից։ Ստացվում է այս միջոցառումը մշտական միջոցառում է թանգարանում։ Գիտական հանդիպումը։ Մենք տարբեր ֆորմատի հանդիպումներ ենք ունենում, բարբերաբար, այսպես չի որ ամեն օր կգաք այդպիսի բան կհանդիպեք, իհարկե ոչ, այո, բայց դա բարբերական բնույթ է կրում եւ մեր ֆունկցիաներից մեկը հենց հանրահռչակումն է, գիտական աշխատանքը հանրահռչակել, տարածել մարդկանց մեջ։ Թանգարանային գիշերը կարծում եմ առանձնահատկություններ ունի նաև նրանով, երբ այցելուները գալիս են երեկոյան եւ այստեղ հույզեր, էմոցիաներ խառնվում են իրար, հիմնականում երեկոյան ժամին ինչ ծրագրեր կան, որ առաջարկում եք ձեր այցելուներին եւ այստեղ կարծում եմ երաժշտականը ավելի շատ է, ստեղծագործությունները, որոնք կոմիտասյան են։ Իհարկե, երկու երաժշտական միջոցառում կունենանք, մեկը հենց համերգ կլինի փոքրիկ երգիչների նոր-նորքի շողակաթ երգչախումբը պիտի ելույթ ունենա եւ նրանցից հետո էլ Գեղարդ երգեցիկ խումբը պիտի ելույթ ունենա եւ այսպես իրենք կներկայացնեն ժողովրդական երգերի մշակումներ, կոմիտասյան մշակումներ, դա կլինի երաժշտական խմբերքային ներկայացում եւ դրանից հետո ժամը 8-ին թանգարանի տարածքում, հենց թանգարանի ոչ թե դահլիճում, գիտենք, որ մենք դահլիճ ունենք, բայց հենց թանգարանային մասում, երբ որ արդեն մութ կլինի եւ լուսավորությունը հատուկ կվարվի, ելույթ կունենա Բալմանուկյան նախագիծը, պարային դա նախագիծ է լինելու, առաջին անգամ է լինելու տենց բան թանգարանում եւ հետաքրքիր է, որ այս էլի Կոմիտասին նվիրված պարային պերֆորմանս է լինելու, կարծեմ դա էլի է եղել, բայց հենց թանգարանի ընթացքին համապատասխանացված մեր սրահներին, ցուցանմուշներին, մեր ասում են պատմություն, չէ՞, մենք պատմություն ենք անցնում թանգարանի մեջով, այդ պատմությանը համապատասխանեցված ներկայացում է լինելու այդպիսի բան մենք էլ չենք տեսել, ինձ էլ շատ հետաքրքիր է, այո, ինձ շատ հետաքրքիր է, թե դա ինչ է լինելու։ Եվ դիմելով հեռուստադիտողին, քանի որ իսկապես սա բացառիկ հնարավորություն է Կոմիտասին դարձյալ գուցե այլ տեսանկյուններից ճանաչելու, իսկապես պետք է մասնակից դառնալ, որը տեղի ունենալու այսօր, ստացվում է, հենց մայիսի 17-ին։ Իսկ հետաքրքիր է թանգարանով հետաքրքրվողներ, իհարկե գիտական տեսանկյունը մեկ այլ կողմ դնելով, ովքեր են հիմնականում երիտասարդների տեսանկյունից ինչ ներգրավվածություն ունեք, որովհետև այսօր թանգարանային աշխարհում մեծ մարտահրավեր է հետաքրքրել երիտասարդներին այսօրվա լայն հետաքրքրությունների մեջ։ Ինչպես է թանգարանը հետաքրքրում հենց նրանց։ Այո, թանգարանները եւս փոփոխվում են։ Եթե ուշադիր լինեք, այս տարվա թանգարանային գիշերը հենց այդ թեմատիկային է նվիրված թանգարանները փոփոխվող միջավայր։ Միշտ մենք տեսնում ենք, թե մեր միջավայրը ինչպես է փոխվում։ Այո, օրը-օրի վրա։ Եվ մեր շահառուները իրոք տարիքային սահմանափակում չունեն, անշուշտ դրանք երեխաներն են, դպրոցականներն են եւ մենք համագործակցում ենք դպրոցների հետ, փորձում ենք միասին անել։ Ուսանողությունը եւս հետաքրքրված է եւ հետաքրքիր է, որ մասնավորապես ոչ երաժիշտ ուսանողներին է շատ հետաքրքիր, որովհետեւ երաժիշտները ի վերջո անցնում են այս ամենի միջով, լավ թե վատ այս կամ այն ձևով, իսկ ոչ երաժիշտները կարծես կարոտ են նաեւ մշակույթի այս ասպեկտը ընդունելու եւ ծանոթանալու։ Ուսանողները հաճախ գալիս են համերգներին, գիտական հանդիպումներին, երբեմն կրթական ծրագրեր ունենք, որ հենց մեծերի համար են նախատեսված, այսինքն հատուկ են գալիս են որոշակի գիտելիք վերցնել տանելու։ Թանգարանը իդեալական տեղ է դրա համար, ոչ ֆորմալ կրթության համար, որովհետև այստեղ բացի նստել, լսելուց դու կարող ես ձեռք տալ, վերցնել, շոշափել, տանել քեզ հետ տուն։ Շատ կարևոր է, որովհետև շատերը գալիս են
հենց տեսնելու, հպվելու այն ամենին, ինչը որ կա, իսկ երբեմն թանգարաններում ամեն բան այնքան ցուցափեղկերից այն կողմը, որ քեզ անհասանելի է թվում այն տարածքը, որտեղ որ հայտնվել ես։ Սա եւս ինչ որ մեթոդ է մոտենալու ժամանակակից տեխնոլոգիաներին, տենդենսներին, այսօր QR կոդերով տարբեր էսպես ծրագրեր կան, ինչպիսին է թանգարանը այսօրվա ժամանակակից աշխարհում եւ ինչպես է հարմարվում ժամանակի մարտահրավերներին, որտեղ այսօր անգամ արհեստական բանականությունն է մուտք գործում դեպի թանգարանային կյանք։ Իհարկե, ոչ մի թանգարան պիտի հպարտությամբ ասեմ, անմասն չի մնում այդ process-ից։ Ես տեսնում եմ եւ Կոմիտասի թանգարան ինստիտուտը եւ մեր մյուս գործընկեր թանգարանները անպայման այս կամ այն կերպ փորձում են որդեգրել այս ժամանակակից տեխնոլոգիաները իրենց ցուցադրությունների մեջ։ Օրինակ մեզ մոտ այսպես Կոմիտաս վարդապետի աշխատասենյակն ենք պատրաստել, որտեղ մեր այցելուները կարող են VR-ակնոցներ դնել եւ հայտնվել այդ սենյակի մեջ։ Ես պիտի ասեմ, որ դա հրաշալի փորձառություն է, մանավանդ այսպես իմ տարիքը շատ չշեշտելով, բայց հա ոչ երեխաների, ոչ փոքրերի համար դա նորություն է։ Ես կյանքում տենց բան չէի արել եւ առաջին անգամ տեսա, իրոք կարծես թե արթնանաս երազում ու ինչ որտեղ որ դու միշտ հետաքրքրել ես, քեզ կարող ես շրջել, ձեռք տալ ինչ որ բաներ, գրքեր թերթել, դաշնամուրը նվագել, այսինքն հա այդպիսի հնարավորություն է տալիս։ Այսինքն այնինչ գրքերի մեջ ես կարդում իր մասին, այնինչ որ քեզ պատմում են, դու տեսնում, շոշափում ես եւ ավելի իրական է դառնում։ Հա, շատ հետաքրքիր է եւ բացի դրանից այդ նույն տեխնոլոգիաներով նկարներն են կենթանացնում, շարժում են, ավելացնում, վերջերս գառնի տաճարում տեսանք ինչպես էին ցույց տալիս, թե ինչպես են այդ խճանկարները ստեղծվել, մաքրվել, վերափոխվել, այսինքն այդ տեխնոլոգիաները ընդհանրապես չեն խանգարում եւ չեն նսեմացնում թանգարանների արժեքը, հակառակը դրանք օգնում են այն ամեն ինչը ինչ որ թաքնված է, այն ամեն ինչ որ ամեն մարդ չգիտի, ավելի հասանելի դարձնել, որ ցանկացած մարդ կարողանա դա իմանալ։ Սա լավագույն այսպես օրինակներից է, երբ իսկապես այդ վիրտուալ իրականությունը լավ կողմով է այսպես գործածվում, որովհետև այսօրվա երեխաներին ու երիտասարդներին իսկապես դժվար է հետաքրքրել, այնքան շատ է հետաքրքրության շրջանակը եւ իսկապես մի բան ասացիք, որը որ ինձ շատ հետաքրքրեց եւ այսպես դա լավ միջոց է նաեւ այս թանգարանային գիշերն օգտագործելով որպես ինչ որ շարժառիթ գնալ տեսնել, ներկա գտնել եւ ամենակարևորը շոշափել ինչը որ այսօրվա իրականության մեջ փորձում է անել։ Լիլիթ, ինչպես կներկայացնեք թանգարանային մարդկանց, ովքեր որ առաջին անգամ պիտի այցելեն եւ այցելելուց ինչ հիմնական այսպես կետեր կան, որոնց ուշադրություն իսկապես պետք է դարձնել։ Թանգարանը արդեն իսկ իր տեղակայմամբ յուրահատուկ է, այսինքն սկզբից կարող է թվալ, որ վայ, կարծես թե կենտրոնում չի, բայց այնպիսի մի յուրահատուկ տեղ է գտնվում, հենց գտնվում է Կոմիտասի այգում, Կոմիտասի Պանթեոնի դեմ դիմաց, այսինքն դու բարձրանում ես շենք։ Ամեն ինչ Կոմիտասյան է։ Այո, եւ բարձրանում ես շենք, քո դիմաց այդ ամբողջ այգին է, Պանթեոնն է, մեր բոլոր մեծերն են, այսինքն լրիվ ուրիշ մթնոլորտում ես հայտնվում կանաչ, գեղեցիկ բնության մեջ։ Շենքը եւս յուրահատուկ է, որովհետեւ այնտեղ միախառնված են հինը եւ նորը, եւ շատ կարեւոր է մտնել թանգարան եւ հետեւել պատմությանը, որ արդեն ասեցի, հա մեր թանգարանը քեզ բան է պատմում, քեզ ուզում է բան ներկայացնել եւ ուղակի շրջելով, շուրջը նայելով, երբեմն որոշ ցուցանմուշների հետաքրքրություն ավելի մեծ ուշադրություն դարձնելով, արդեն կարող ես կարծես թե տեղափոխվել մի այլ տեղ ու տեսնել այնց բաներ, որ տենց էլ գիտեիր Կոմիտասի մասին, դա կհաստատվի, ինչ որ բաներ, որ նոր էին, դա էլ նորություն կլինի, այսինքն թանգարան այցելելը արդեն կարևոր փորձառություն է, մտած դուրս եկար, արդեն որոշ բան փոխվում է մարդու մոտ։ Միանշանակ մտնելուց եւ դուրս գալուց հետո հաստատ փորձառություն եւ գիտելիքներ տանելու ես։ Հաստատ։ Թանգարանային կյանքը այդպիսին է եւ շատ կարեւոր է ինքնակրթվելու համար։ Ստացվում է, որ եւ նոր եկողների համար եւ բազմիցս եկողների համար միշտ նորություններ կան եւ ամեն անգամ նույն բանը լսելիս ինչ որ նոր բան հաստատ հետդ տանում ես եւ էլի յուրօրինակ փորձառություն է։ Մենք ենք փոխվում։ Ամեն օր մենք ուրիշ ենք, նույն թանգարանը մենք ուրիշ ձև կարող ենք տեսնել։ Անկամ աշխատողներ, գիտաշխատողների դեպքում կարծում եմ ինչ որ նորություն է, 10 տարին մեծ փորձառություն է, ես կարծում եմ եւ ամեն անգամ ինչ որ նոր բան բացահայտելը եւս շատ կարեւոր է։ Քանի որ Թանգարան ինստիտուտը նաեւ ներկայանում է միջազգային, այսպես Հայաստանի սահմաններից դուրս եկող այցելուներին, ինչպիսին է նրանց հոսքը Թանգարանում եւ հիմնականում որ երկրներից ունեք ներգրավվածություն։ Երկրներ ասելը անկեղծ ասած կդժվարանամ, որովհետեւ իհարկե զբոսաշրջիկների հոսքը կա Թանգարան, որովհետեւ մենք ցանկացած մեր ծրագիր, ցանկացած մեր ցուցադրություն, պիտակավորը նույնիսկ հրատարակումներից մենք արդեն շուրջ 30 հրատարակություն ունենք, առնվազն երկլեզու ենք անում,
որովհետև դա էլ էր Կոմիտասի նպատակներից մեկը, հա, օտարներին ներկայանալ, օտարներին ցույց տալ այն ինչ որ կա հոսքը, կա հետաքրքրությունը, կա գալիս են նույնիսկ արդեն պատրաստ մարդիկ են գալիս, հարցեր են տալիս, այսինքն իրենք գիտեն ինչի հետևից են գալիս, այո, իրենք նպատակային գալիս են, որովհետև Կոմիտասի թանգարան մի քիչ դժվար է ուղակի sense զբոսնելով պատահական հայտնվել այնտեղ, հա, ուղակի գալիս են նպատակային, իմանում են տարբեր երկրներից ունենք այցելուներ եւ փորձում ենք բոլորին էլ իրենց հետաքրքրող, իրենց ուղղությամբ հետաքրքրող ինֆորմացիա տալ։ Մանավանդ օտարերկրացիներն իսկապես ինչ որ բուն նպատակով գալիս են, ինչ որ նոր բան իմանալու, որովհետեւ Կոմիտաս անունը Հայաստանի սահմաններից դուրս է եւ հպարտությամբ պիտի ասենք, որ հենց նրանով էլ մեզ ճանաչում են շատ երկրներում։ Քանի որ ուսանողների շրջանում էլ կա հետաքրքրություն այն տեսանկյունից թանգարանում հայտնվելու որպես ինչու ոչ նաեւ աշխատողներ, գիտաշխատողներ, հետաքրքիր է ինչպես են փոխհարաբերությունները թանգարանի ինստիտուտի եւ ուսանողների, մասնավորապես մասնագիտական ֆակուլտետների հետ եւ նրանց հետ արդյոք ունեք համագործակցություններ։ Այո, մեր գործունեության մի կարևոր կողմն է, որի մասին ես չէի սպասում, որ կխոսենք, բայց շատ ուրախ եմ։ Մենք համագործակցում ենք բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ եւ հայաստանյան եւ Հայաստանից դուրս եւ գիտեք, որ ուսանողի կյանքում ինչ որ մի պահ է գալիս, որը կոչվում է պրակտիկա։ Եվ շատ հաճախ այդ պրակտիկայի համար տարբեր մասնագիտության տեղ լինի դա թանգարանագիտություն, գրականագիտություն, գրադարանային գործ, մշակութաբանություն, այս վերջերս նաեւ հասարակային կապեր այդ մասնագետներին ուղարկում են իրենց կամքով, իրենց ցանկությամբ, իրենք որոշում են, որ պետք է գան թանգարան 1 կամ 2 ամիս պրակտիկա անցնեն, իրենք գալիս են, ինտեգրվում են, աշխատում են, նույնիսկ աշխատանք թանգարանի համար գործեր են անում եւ իրենց, այսպես ասած, միավորները ուսումնական ստանում են մեզանից գնում են։ Նույն բանը տեղի է ունենում դրսի համալսարաններից, որովհետեւ այս վերջերս օրինակ Մյունխենից մի տղա էր եկել պատմաբան, որի հետ աշխատանքներ կատարեցինք, թարգմանական գործ, ինքն էլ բավականին հետաքրքրված էր, լեզվաբաններ, դիզայներներ, նկարիչներ, տարբեր մասնագիտության տեր մարդիկ գալիս են Հայաստան եւ փորձում են գալ թանգարան, թանգարանի հետ աշխատել, թանգարանի համար աշխատել, այսինքն սա փող շահավետ հետաքրքիր համագործակցություն է, որը յուրաքանչյուր տարի 4-5 հոգի անպայման ունենում են։ Ունենում եք դեպքեր, երբ ուսանողը դառնում է ձեզ մոտ աշխատող, կան արդեն այդպիսի գրանցված պատմություններ, որովհետև երբ գալիս է սովորելու, նպատակ ունի դառնալու այդտեղ աշխատող, հիմնականում այդպես է։ Եվ այդպես է եւ չէ, այսինքն իրենք փորձում են մեր աշխատանքը իրենց ոլորտում խառնելու։ Իմ մտքին այդպիսի դեպք հստակ չի գա, որ ասեմ այս մեկը եկավ ու մնաց, բայց կան որ գալիս են, հետաքրքրվում են, հետո էլ մտածում են այ որ ավարտեն, որովհետեւ դեռ ավարտած չեն երեխաները, հա դեռ իրենց ուսման process-ի մեջ են։ Հուսանք այդպես էլ կլինի, սերունդների այսպես մենք բոլորին շատ ուրախ ենք։ Ստացվում է շատ հիանալի համագործակցություն կա նաև ուսանողների հետ եւ քանի որ Կոմիտաս անունը թե հոգեվոր ներկայացուցիչ է, թե մտավորական է, թե երաժիշտ է, թե լավ այսպես հիանալի մտածող է, ինչպես եք ներկայացնում Կոմիտասին տարբեր տեսանկյուններից, որովհետեւ մեկը գալիս է ծանոթանում է որպես հոգեվոր դեմքի, մյուսը հակառակը երգչի եւ այսպես տարբեր տեսանկյուններից իսկապես պետք է պատրաստի նյութ ունենալ եւ ինչպիսին է թանգարանի պատրաստվածությունը։ Ես գիտեմ հիանալի այս տեսանկյունից, մի փոքր խոսենք նաև դրա մասին։ Դե մեր նպատակը ոչ մի դեպքում մասնակի ինֆորմացիա չտալն է, այսինքն այո, մարդը եկել է գուցե երգչի մասին իմանալու, բայց մեր առաջին նախադասությունները հենց այն են պատմում, թե առհասարակ Կոմիտասը ինչ է արել, եւ դա այսպես մի երկար նախադասություն է, եթե թվարկենք, որովհետև այո երգիչ, այո խմբավար, բայց հետո էլ գալիս է նրա գիտական գործունեությունը, մանկավարժական գործունեությունը, երաժշտական, հասարակական, լուսավորչական եւ այլն եւ այլն։ Այսինքն մենք ուզում ենք, որ մարդը մի բանի հետևից եկել է շատ բան ստանա գնա։ Իհարկե, երբեմն ավելի ուշադրությունը սևեռում ենք իրեն հետաքրքրող կամ նույնիսկ ասենք այս կամ այն երկրից եկողներին ներկայացնում են Կոմիտասի առնչությունը հենց այդ երկրների հետ, որովհետև գիտենք, որ Կոմիտասի աշխարհագրությունը ընդլայն է։ Նա շատ է ճանապարհորդել, աշխատել է ընդհանուր։ Այո, աշխատել է ամենուր, որտեղ որ եղել է, իր առանգությունն է թողել եւ իրեն այդտեղ ճանաչում են։ Ստացվում է, որ տարբեր տեսանկյուններից ներկայացնելով, այսպես նաև հանրության հետաքրքրությունն եք մեծացնում նրա տարբեր տեսանկյուններին, ինչը որ կա, որովհետև շատերի մոտ թյուր կարծիք է, որ նա միայն սա է, ենթադրենք հոգևոր ներկայացուցիչ է, բայց փաստորեն այդպես չէ։ Հետաքրքիր է Ֆրանսիայի հետ, քանի որ Կոմիտասը Ֆրանսիայի հետ այսպես ուրիշ կապ ուներ եւ ուրիշ էր իր համագործակցությունը ճակերտավոր։ Ֆրանսիայից այցելուներ հիմնականում
անգամ կարծում եմ ավելի շատ պետք է լինեն։ Ֆրանսիան եւ Գերմանիան առանձնացնում են եվրոպական երկրներից, որ այցելում են, թանգարանում ինչպիսին է ֆրանսիացիների այցելությունը։ Բավական մեծ է, այնքան մեծ է, որ նույնիսկ մեր պիտակներն էլ այդ թվում եւ ֆրանսերեն են, այսինքն որ իրենց հեշտ լինի Կոմիտասի թանգարանի ինստիտուտը մասշտաբես մասնակցում է ֆրանկոֆոնիայի միջոցառումներին, այսինքն մենք այդ ֆրանսիական մշակույթը եւս մեզ մոտ արժևորում ենք եւ անշուշտ Կոմիտասի կապը Ֆրանսիայի հետ մշտաբես շեշտվել է եւ միջոցառումների եւ գիտական հրապարակումների միջոցով հենց այս պահին, հենց հիմա որ հեսա իրար հետ գնանք, սիրում մեզ մոտ ցուցադրություն կա, որը կոչվում է Փարիզյան հանդիպումներ, հենց Կոմիտաս Ֆրանսիա կապերին է նվիրված եւ մասնավորապես Կոմիտասի մտերիմ ընկեր երգչուհի դաշնակարոյի Մարգարիտ Բաբայանին, որի նյութերի հավաքելու համար անգամ մենք հասել ենք Ֆրանսիա, վերադարձել ենք եւ բավականին նյութ էստեղ էլ կա, որովհետեւ Բաբայանը միշտ շատ նվիրված է եղել Հայաստանին, համագործակցել է նույնիսկ խորհրդային կարգերի ժամանակ Հայաստան գնացել եկել է եւ մեծ գեղեցիկ, այսպես ցուցադրություն է եւ Փարիզյան շնչով եւ հայկական եւ իր այդ կանացի իր բնակարանը, իր դաշնամուրը, Փարիզյան այսպես սեղանիկներ, աթոռներ, գեղեցիկ բան ենք պատրաստել։ Այո, եւ պիտի ասեմ, որ քիչ-քիչ մոտենում է իր ավարտին ժամկետը ցուցադրության, դրա համար ով չի տեսել։ Այո, պետք է տեսնել։ Հրավիրում եմ սիրով։ Եվ խոսենք կարճ նաեւ, ստացվում է, որ ինչ որ նյութեր բերելու համար հասնում եք ինչ որ մի տեղ։ Եվ այս տեսանկյունից այստեղ պահվում են թանգարան ինստիտուտում շատ արժեքավոր նյութեր։ Մի փոքր խոսենք նաեւ այն ամենի մասին, թե ինչ է այստեղ պահվում եւ ինչն է, որ շատ անհատական առանձնացված է եւ հենց ունի միայն թանգարան ինստիտուտը։ Վերջ-վերջո թանգարանները հենց դրանցով են նաեւ հայտնի։ Այո, թանգարան ինստիտուտը թանգարանի նպատակը հենց մշակութային արժեքներ պահպանելն է եւ հետո ներկայացնելը։ Կոմիտասի արխիվները Հայաստան են բերվել 20-րդ դարի առաջին կեսին, 30-ական թվականներին եւ այդ ժամանակ Կոմիտասի թանգարան ինստիտուտը դեռ չկար։ Եվ դրա համար այդ ամբողջ մեծ ժառանգությունը պահվում է Եղիշե Չարենցի գրականության եւ արվեստի թանգարանում մինչեւ հիմա։ Գիտենք, որ դա մեծագույն թանգարան է իր արխիվով։ Երբ որ 15 թվականին բացվեց Կոմիտասի թանգարան ինստիտուտը, միանգամից սկսեց հարստացնել իր ֆոնդերը, իր արխիվները, բայց այդ քանակի արխիվներ բերելը հեշտ բան չի եւ դրանք ըստ արժանվույն պահպանվում են Գաթում գրականության արվեստի թանգարանում։ Մենք էլ ունենք իհարկե մեր ֆոնդերը եւ այսպես նախապես ասում եմ, որ շուտով մենք ունենանք նաեւ ցուցադրություն, որի ընթացքում հաշվետու կլինենք, ցույց կտանք, թե այս 10 տարիների ընթացքում ինչ ենք կարողացել հավաքել։ Այսպես որ ասում եք ամենաարժեքավոր ցանկացած արխիվային նյութ եզակի է, էլ դրանից չկա, վերջ։ Այդ դրանով էլ իր արժեքավորությունը ամրագրվում։ Եվ ինչ որ մենք ունենք, իր տեղում է եզակի, ինչ որ Գաթում է պահպանվում այդ ահռելի նյութը, իր տեղում։ Կարևորը համագործակցությունն է միմյանց հետ։ Մշտական համագործակցության մեջ ենք եւ գրականության արվեստի թանգարանի եւ ազգային պատկերասրահի հետ, որովհետեւ մեր ցուցադրություններից կան նաեւ որ այնտեղից են եւ մյուս թանգարանների հետ համատեղ ծրագրեր են անում եւ բոլորս նույն գործով ենք զբաղված։ Շնորհակալ եմ շատ հարցազրույցի համար։ Ես այսպես կարծում եմ դուք նաև հիմա թանգարանում եք շատ պետք, որովհետև այցելուների թիվը ավելի շատն է եւ գիտաշխատողներն իսկապես նամանավանդ այս օրերին շատ կարեւոր, ավելի առանձնահատուկ գործառույթ են անում։ Թանգարանային գիշերն ու իհարկե սեպտեմբերի 26-ը Կոմիտասի թանգարան ինստիտուտում շատ յուրահատուկ է, որովհետև Կոմիտասի ծննդով էլ այստեղ առանձնահատուկ իրադարձություններ են լինում։ Կարծում եմ կարելի է նաև այդ օրը խոսել այդ ծրագրերից, ինչը որ կատարվում է մեր տաղավարում, այսպես հերրակա հրավեր անեմ ձեզ նաև այդ օրվա հետ կապված։ Դարձյալ շնորհակալ եմ Լիլիթ հարցազրույցի համար։ Հարգելի հեռուստադիտող, մեր այսօրվա ուղիղ եթերը մոտեցավ իր ավարտին։ Նախ շնորհակալություն Արփինեթին այսօրվա կապը ապահովելու համար։ Ես ձեզ մաղթում եմ հիանալի տրամադրություն։ Անահիտ Ղազարյանը ձեզ համար աշխատեց։ Ուղիղ մեկ շաբաթից այստեղում դարձյալ կհանդիպենք միասին։ Շնորհակալություն։